Hey you guys, բարեկալիս դեմալիկ նորից ինչպես եք, ինչպես տեսնում եք, շատ լավ գործի վրա եմ, կանաչ լոբի եմ մաքրում, սուրճ եմ խմում սառը, եւ այդ ընթացքում մեկնաբանություն էի կարդում վլոգի նախորդ տեղադրած, որ հետևորդուներից մեկը գրել է Ռուբինա ջան, կարմիր լոբի Հայաստանում շատ չես պատրաստում, Բելիզում շատ էր ուտում, ու հենց այդ պայն մեկնաբանությունը պատասխանեցի, իրականում ճիշտ եք նկատել, այստեղի եղանակն է, թե այստեղի միջավայրն է, օրինակ ձմեռը պատրաստել եմ մի քանի անգամ, երևի թե չեմ նկարել տեսանյութերում, բայց այնտեղ չգիտեմ ինչի Հայաստանում այդ նախորժակ չեմ ունենում կարմիր լոբու, ավելի շատ կանաչ լոբի, այս լոբին ոնց եմ պատրաստում, միասին ենք պատրաստելու թարմ լոլիկով քերած եւ լոլիկի մածուկով, ձիթապտղիով, այնքան համեղ է ստացվում, վերջում էլ սամիտ կպատրաստենք միասին, կտեսնենք եւ այնտեղ էլ սառը սուրճ եմ խմում։ Մրտիկս նկարիքցի սիրունս Այսպիսի հետաքրքիր տեսարանով ենք սկսում, մայրիկս էլ եկ չկարողացա նկարել, իրականում նախաճաշ էի ուզում պատրաստել, ասացի քանի այս հավկիտները դեռ կան, մի հատ նկարեմ տեսնեք, տեսեք սա կապույտ հավկիտ է, սա է լորի հավկիտներն են, հիմա սա պետք է պատրաստենք, հա, Լարայի համար, որ նախաճաշին ուտի, չէ Լարա ջան, տատիկի բերած, մենք դրսում ենք Լարայի հետ, եկել ենք ման գանք մի փոքր սադում և Լարան խաղա, Armavir Garden և մի փոքր զբոսնենք միասին, հավեսա, չէ, կուկուներն են, Լարա հավաքի, Դուրը գտած կես? այ ընկա, դու այստեղ, դի, չէ, այստեղ, դի, հիմա այսպես, ոչ, հիմա այսպես, այս մեկ ուղի, չէ, տեսենք անաչու ընկել ատես, հա, օքեյ, հա, ապրել, 400 դրամ։ Արի, Լայրա ջիկ, ջիկ,
Հա։ Դե արի, ջանա։ Դե արի ես կողմ արի։ Գնաս տղա, արի։ Արի։ Լարայի հետ շրջում ենք Արմավիրի փողոցներով։ Ես գիտեմ, որ շատերը եք ուզում տեսնել Արմավիրը, ովքեր որ դրսում են ապրում, շատ են կարոտել, դրա համար փորձում անդադ նկարել ձեզ համար։ Համել մենք ձեզ համար նորություն ունենք։ Այսա որ գնանք տուն, կիմանաք ինչ նորության մասին է խոսքը գնում։ Մենք տուն ենք հասել։ Լավ խաղացինք, ման եկանք, արդեն տեսա նյութը։ Եվ ես ձեզ համար ունեմ փոքրիկ նորություն, մենք ունենք նոր ընտանիքի անդամ, ովքեր որին շատ վաղուց են հետևում, մեր ընտանիքի նոր անդամն էլ եկավ, ովքեր որ ինձ շատ վաղուց են հետևում, գիտեն իմ պրինցեսայի մասին, ես չեմ ուզում շատ խոսել այդ թեմայով, որովհետև ինձ համար դա շատ մեծ ցավ է, ես շատ եմ սիրում շունիկ, կենթանի շատ եմ սիրում, եւ ես պրինցեսայից հետո խոստացել եմ, որ ես էլ երբեք ինքս ինձ, շունիկ չեմ պահի, որովհետեւ ինձ համար շատ ծանր էր պրինցեսայի կորուստը, պրինցեսան սատկել է, ինքն էլ ինձ հետ հավասար ստրեսներ էր տարել եւ կուրացել էր ու այդպես չեմ ուզում շատ խոսել եւ մեր ընտանիքի նոր անդամ, ինչպես տեսնում եք, Լուին է 2 տարեկան, քանի որ Լարան մենակ է եւ ես ուզում եմ, որ Լարան հոգ տանի, իմանա ինչ է կիսելը, հոգ տանելը, խնամելը եւ մեծանա, Շունիկի հետ միասին։ Իհարկե Շունիկը շատ խնամված վիճակում է մեզ հասել։ Լուի նոր ընտանիքը հիմա մենք ենք։ Ջան, շատ խնամված շունիկ է, արդեն գիտի, մի րոպե Լուի ջան, ինքը արդեն գիտի իր անելիքները, այսինքն ամեն բան ինքը դուրսն է անում, շատ խելացի շունիկ է, երբ ասում ես նստում է, կանգնում է, եւ ամեն բան այսպես շատ լավ է, Լուիի հետ, իր մազերը խուճուճ են եւ այդքան տեն շատ մազերը թափվելու հետ խնդիր չկա, իհարկե ես հիմա էլ ավելի ուշադիր եմ տան հետ, օրինակ հատակն եմ ավլում, դրա այդ մեկտեղ ավլելուց հետո նաեւ փոշեկուլով եմ անցնում, հետո նոր անուշախոտ հեղուկով եւ քլորոքսով, դոմեստոսով մաքրում եմ ու էլ ավելի ուշադիր եմ, բայց ես հարմար գտա, որ Լարան պետք է մեծանա Լուիի հետ միասին, որովհետև ինչ էլ որ չլինի, Լարան մենակ է մեծանում, ինչքան ես շատ լավ դաստիարակություն տամ Լարային, մեկ է պետք է իրեն, տան մեջ, որ ինքը հասկանա, թե ինչ է խնամելը, ինչ է պատասխանատվությունը, օրինակ ինչ է կիսել ինչ-որ մի բան, թեկուզ հենց լինի շունիկ։ Այնպես որ մենք արդեն ունենք մեր Լուիին, դու գիտեք ինձ ինչքան եմ սիրում շունիկ, եւ իմ բալիկի պես պահում եմ Լուիին, այնպես որ արդեն դուք վլոգներում կտեսնեք իմ Լուիին ինձ հետ միասին, Լուին հենց առաջ օրվանից ինձ հետ կապվել է եւ մենք իրար շատ ենք սիրում, չէ Լուի ջան, դու համար պետք է ծանոթանաս մեր հետևորդների հետ, գիտես, դες հիմա այդ ասախեցիկին ու բարև ենք բոլորին, հələ բարև ենք բոլորին, հələ արի, թող քեզ բոլորը տեսնեն, չէ, չես ուզում, լավ, հետո։ Okay, ապրիմ Լուին, ապրի, Լուի մազերը պետք է տանենք, կտրենք ուղակի, վետի մոտ պետք է տանենք, իր բոլոր սրսկումները ստացել է Լուին,
Շատ մաքուր, շատ խնամված շունիկ է, մենք էլ պետք է էլ ավելի ուշադիր լինենք, էլ ավելի խնամենք Լուին, չէ Լուի ջան։ Դուք պետք է տեսնեք Լարայի ուրախություն, Լարան ոնց էր ուրախացել, որ Լուին, Լարան շատ է սիրում կենդանի, մանավանդ շունիկ, որ փողոցում քայլում ենք, շունիկների հետևից լաց է լինում, մանավանդ փոքրիկ շունիկների, երբ որ Լուին տեսավ, դուք պետք է ուղղակի Լարային այդ ժամանակ տեսնեք։ Հիմա առավոտյան արտանում, շատ շուտ արթնանում, Լուի ասելով վազում է դեպի հյուրասենյակ, որ Լուիի հետ խաղա, չէ՞։ Կարոտել է մեզ, էլի, որ դուրս ենք եկել ման գալու, կարոտել է։ Ապրի մաղջիկը, ապրի։ Այդպես, ասացի ծանոթացնեմ ձեզ մեր Լուիի հետ միասին, չէ՞, չի։ Դու իմ հետևորդներին ճանաչում ես։ Դու ճանաչում ես իմ հետևորդներին։ Դու գիտես իրանց բոլորին։ Հա, իրանք ես շատ կսիրեն, գիտես։ Լուի, ինչ նոր հանդիպում Լուիի հետ։ Հիմա գնանք տեսնենք Լարան ինչ է ուզում։ Հացապատրաստություն ենք տեսնում, կարելի է ասել։ Հիմա սա պետք է մաքրեմ, ինչ որ տեսնում եք։ Լուիի համար եմ սա պատրաստել, երեք գնացի եւ գնեցի սրտիկներ մի փոքր, այս մեջքի հատվածն եմ գնել եւ ոտիկներ գնեցի, բայց չկերավ դա Լուին, օրինակ պրինցեսը շատ էր սիրում, այս մեջքի հատված իրան ավելի շատ դուր եկավ եւ սրտիկները, բայց նաեւ պետք է Լուին կերտամ, որովհետեւ կերը շատ կարեւոր է, վիտամիններ պետք է ստանա, իհարկե կերին մի քիչ սովորացնելը դժվար կլինի, որովհետեւ չի կերել կեր, ինչքան գիտեմ, դրա համար կերել կառնենք, որ միսի հետ խառնենք նաև կերին սովորի եւ նաև տան համար պատրաստում եմ ոսպապրնջով փլավ եւ բանջարեղեններ ջեռոցում։ Եկել ենք դուրս ման գալու Լուիի հետ, մեր բանջարեղենային գնումներ անենք, գնանք տուն։ Լուի Հելենայ, Լուի Պրինցնայ։ Երեխեք ես փաշակոլը միացնում եմ, գնում եմ, չգիտեմ որտեղ է բաղկվում։ Լուի ուր ես։ Լուի ուր ես։ Հələ տեսեք ուր ամրտել։ Հələ արի դուրս։ Արի։ Տան բոլոր գործերն ավարտել եմ, հիմա սուրճ եմ խմում։ Իմիջիայլոց նոր բաժակ եմ գնալ, դուք գիտեք ես ինչքան եմ սիրում սուրճի բաժակներ եւ եթե ինձ հետևում եք Instagram-ում, ես այնտեղ փորձարկումներ եմ անում, որտեղ որ YouTube-ում չեմ անում, չեմ տեղադրում ավելի ճիշտ է YouTube-յան ալիքում եւ Grand Candy գիտեք արդեն Ատմարտինա Grand Candy-ի պահպանքներն են դուրս եկել, որը շատ եմ հավանել եւ այս մեկը չեմ փորձել Grand Candy hazelnut ֆունդուկովն է սա, չէ՞։ Ֆունդուկով ջնարակապատ լյուքսոր վանիլային պահակ, բոնարժի 700 գրամ։ Սա վանիլային է, գրված է վրան, ես չեմ սիրում վանիլային։ Պնդուկի համանշան գալիս է, բայց այդքան չհավանեցի, միգուցե որ չեմ սիրում վանիլային պահպակ դրանից է, բայց պիստակինը ավելի համեղ էր, կանաչ գույնը, թե համ գրավիչ էր, համ համը շատ լավն էր, իսկ սա այդքան էլ չհավանեցի, բայց Ատմարտիները շատ համեղ էր, մեզ մոտ 850 դրամ էր վաճառում, գիտեմ, որ ամենտեղ գները տարբեր են, $700 դրամ տալ սա առնել, այս տեսակինը, չեմ կարծում, որ չգիտեմ, միգուցե շատերին դուր գա, ովքեր որ վանիլային պահպակներ սիրահար են, բայց սա ինձ ընդհանրապես դուր չեկավ։ Կարծեմ երկու համ է, չէ, պնդուկ եւ պիստակ, եթե չեմ սխալվում, երկու համեր են։
Բայց ինչ արած, պետք է ուտենք, բայց այնպես չի էլի, որտեղ շոտ համեղ է, ուղղակի որ գնել ենք ուտենք։ Ովքեր որ չեն տեսել իմ փորձարկումը Instagram-ում, կարող եք գնալ եւ տեսնել, որտեղ փորձարկում է այդ Մարտինայինը եւ սա։ Իհարկե, իր պիստակինը ոչ մի կապ չունի Դուբայի շոկոլադի հետ, բայց որ շատերը փորձում են նմանեցնել, ես էլ փորձեցի երկու պաղպաղակները, բայց Grand Candy շատ համեղ էր որպես պիստակի պաղպաղակ, իսկ այդ Մարտինան դե արդեն Դուբայի շոկոլադի իսկապես համեղ էր։